Ես վերջերս ճիշտն ասած ավելի շատ ուրիշ մարդկանց աշխատանքի մասին եմ մտածում, քան իմ։ Կարող տեսնեմ, որ մետրոյում կինը ժետոն է վաճառում ու մտածեմ, ինչ զանձրալի գործ է անում։ Ու տխրեմ իր համար։ Չգիտեմ, ինչ են մարդիկ համաձայնվում այդքան զանձրալի գործով զբաղվել։ Խնդիրը այն է, որ իրանց չեն նույնացնում իրենց գործի հետ, ասենք իրենք պարզապես ինչ-որ ժամանակ այն տրամադրում այդ գործը անում գնում են, իսկ ես, քանի որ արդեն շատ եմ նույնականացված իմ գործի հետ, անպայման պետք է իմ գործը հետաքրքիր լինի ինձ համար։ Ես կարծում եմ, որ որպեսզի սկսես ինչ-որ բան անել, ինչ-որ հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես գաս, պիտի դադարես ուզել։ Դադարես ուզել այն ինչ-որ կա խանութներում, այն ինչ-որ ցույց են տալիս հեռուստատեսությամբ։ Նախ մտնում ես խանութ, նայում ես, ու ֆիքսում ես քեզ համար, որ դու դա չես ուզում ու դուրս ես գալի։ Շատ հետաքրքիր փորձառություն է։ Եթե ինձ համեմատեմ մի քանի տարիներ առաջ, որ մտնեի, ասենք, ինչ-որ հետաքրքիր հագուստի խանութ, կմտածեի, որ հա սա ուզում եմ, սա էլ եմ ուզում, սա էլ կուզեի։ Բայց հիմա մտնում եմ, տեսնում եմ, ասում եմ, որ չեմ ուզում և դուրս եմ գալի։ Երբ Թեղուտում այդ հանքարդյունաբերական ծրագիրը սկսեցին իրականացնել, մարդկանց խոստացան աշխատանք։ Նախ պատկերացումը, թե ինչ է աշխատանքը, հենց Թեղուտ շնորհ համայնքներում էլի, որտեղ ես մարդկանց հետ խոսել եմ։ Իրանք ասում են, միտեղ լինի գնանք աշխատենք։ Այսինքն աշխատանքը իրենց համար միտեղ գնալու արարք է։ Իրենք չեն պատկերացնում, որ աշխատանքը կարող է լինել իրենց կողմից ստեղծված միջավայրում, իրենց ստեղծած աշխատանքը կարա լինի աշխատանք։ Ուզում են, որ ուրիշը աշխատանք ստեղծի, իրանք գնան աշխատեն։ Ոնց որ գիտես, աշխատանքը լինի մի բան, որը անում են ուրիշի համար, ոչ թե իրանց համար։ Եթե գնում են միտեղ աշխատանքի, ուրեմն ունեն աշխատանք, եթե չեն գնում, ուրեմն գործազուրկ են իրենց համարում։ Այդ մտայնությունը գերիշխող է եւ Թեղուտում դա հենց շատ լավ աշխատեց, երբ հանքարդյունաբերական այդ ընկերությունը եկավ եւ ասաց, որ ես աշխատատեղ եմ ստեղծում, դուք էլ եկեք ինձ մոտ աշխատանքի, բոլորը ուրախությամբ համաձայնվեցին գնալ։ Խնդիրը է իսկապես, որովհետեւ ինչ է ստացվում, որ նրանք վաճառեցին իրենց հողատարածքները, այլևս պատկերացրու, որ գյուղացին չունի հող վերամշակելու համար եւ ինքը աշխատում է հանքում, վաստակում է ինչ-որ գումար, որը տրամադրում է սնունդի համար, որպեսզի ունենա աշխատուժ, նորից հանքում աշխատելու համար։ Տենց փակ շրջան է, էլի, ծուղակ է ինչ-որ առումով։ Բայց ամենասարսափելին ինձ համար այն է, որ այդ մարդկանց, ովքեր իրենց համար անձնապես կայացրել են այդ որոշումը, հանքում աշխատելու որոշումը, իրենց այդ ընտրած աշխատաձևը փոխանցելու են իրենց ժառանգներին, այսինքն իրենց երեխաները, երբ որ արդեն մեծանան ու աշխատանք ունենալու կարիք ունենան, նրանք այլևս չեն կարող այդ միջավայրում այլ աշխատանք անել, որովհետև հնարավոր չէ այդ հանքարդյունաբերական մեծ ծրագրի շրջակայքում ձեռնարկել ուրիշ տնտեսական գործունեություն։ Այդ ինձ համար տխուրն է այդ պատմության մեջ, ասենք, հա, իրանք ընտրել են լինել հանքափոր, թող լինեն այդ դեպքում, բայց իրենց երեխաները ինչու պիտի շարունակեն այդ ընտրությունը։
Ինչքան մարդը իմ կարծիքով ձերբազատվում է վախից, այնքան ազատ է։ Իսկ վախերից ձերբազատվելու շատ լավ միջոց է այդ քաղաքացիական նախաձեռնություններում ակտիվ լինելը, որովհետև այն քեզ դրդում է շփվել ոստիկանի հետ, օրինակ, չէ՞։ Եթե այդպիսի փորձառություն չունես, չես ունենում հաճախակի, մարդկանց մոտ ձևավորվում են վախը, որ ոստիկանը կարող է իր հանդեպ կամայական, չգիտեմ, գործողություններ կատարել, կարող է շատ, չգիտեմ, անօրինականություններ թույլ տալ եւ որպեսզի դու ձերբազատվես այդ վախերից, այդ թագնապներից, լավ է գնալ հենց այդ ակցիաներին եւ սկսել շփվել ոստիկանի հետ, ընդ որում շփվել օրենքի դիրքից։ Չանը շարակում ենք բրկել։ Ատու իրավունքներ նայեք։ Դա դաստիարակում է քո մեջ այդ համարձակությունները ու նույնիսկ մի դեպք եղավ արտասահմանցի ընկերուհիներիցս մեկի գողացել էին դրամապանակը եւ մենք գնացինք ոստիկանություն։ Ոչ մի ակցիա չկա այդտեղ, ոչ մի լրագրող չկա, որ նկարահանի, եթե հանկարծ իմ հանդեպ ինչ-որ անօրինականություն կիրառվի։ Հա, ասեմ, որ մենք գնացել էինք ուրիշ ոստիկանական բաժին։ Ոչ թե այն համայնքի, որտեղ մենք ապրում էինք, այլ ուրիշ։ Հիմա ոստիկանը ինձ համոզում է, որ լավ է ես գնամ իմ համայնքի ոստիկանություն, բայց ես գիտեմ, որ ես կարող եմ ցանկացած բաժնում հաղորդում ներկայացնել։ Չգիտեմ նույնիսկ որտեղից այդ գիտելիքը, բայց հաստատ այդ նախաձեռնությունների ժամանակ տարբեր առիթներում, իրադարձություններում տենց սովորել եմ, էլի։ Ու ես իրան ասում եմ, որ պարտավոր ես հանցագործության մասին հաղորդումը հենց հիմա այստեղ ինձնից վերցնել։ Ես որտեղ ուզեմ կարող եմ գնալ հաղորդում տալու համար։ Մի խոսքով համոզվեց, որ ես չեմ գնալու եւ պետքա իրանք այստեղ ինձ լսեն։ Հետո մոտեցավ մի տղամարդ քաղաքացիական հագուստով։ Ինձ համար պարզ էր իհարկե, որ ինքը պատահական մարդ չէր, այդտեղ աշխատողներից էր, բայց ես ձևացրի, որ կարող պատահական մարդ է, էլի։ Ու ինքը ինձ հարցեր է տալիս, ասում է, ինչ է պատահել, ասում եմ, բայց դուք ով եք, որ ինձ հարցեր եք տալիս, էլի։ Ասում եմ, ցույց տվեք ձեր վկայականը, էլի, եթե ոստիկան եք, ներկայացեք։ Այսինքն ես իրենց տարածքում ինձ բավականին վստահ էի զգում։ Ես գիտեի, որ այդ քաղաքացիական հագուստով մարդը, որ տենց ինքնավստահ քայլում է, շփվում է բոլորի հետ, հարցեր է տալիս, ինձ էլ մոտեցավ տենց ինքնավստահ տոնով հարց տվեց, հաստատ ոստիկան է եւ ոչ շարքային ոստիկան, բայց ես տեղին համարեցի իրան հարցնել ով է ինքը, ինչու է հարցեր տալիս, եթե չի ներկայացել։ Հասկանում ես, այդ ամեն ինչը դու կարող ես անել, եթե դու արդեն մի քանի անգամ արել ես փողոցում, կանգնած ոստիկանի առջև, դու հաղթահարել ես այդ վախը, ոստիկանին հարց տալու, խնդրելու, որ ինքը ներկայանա, որպեսզի հիմնավորի իր պահանջը։ Այդ ամեն ինչը շատ կարևոր է, որովհետև ինչ-որ ձևերով դա ներարկել են մեր գիտակցության մեջ, ոստիկանը ավելի ուժեղ է, ոստիկանը տարբեր ազդեցության լծակներ ունի, ճնշումներ գործադրելու տարբեր հնարավորություններ ունի, դու պիտի հանես մեջից այդ վախերը, բայց ոնց, կամ պիտի գնաս հոգեբանի մոտ, կամ էլ պիտի դուրս գաս փողոց եւ սկսես շփվել ոստիկանի հետ։ Կարծում եմ շատերը անգիտակցաբար հենց դրա համար են դուրս գալիս փողոց։ Առաջինը, որ աշխատանքից դուրս ինչ-որ բան անեն, եւ երկրորդը հաղթահարեն վախերը։ Thank you. All right, now we'll have an opportunity for questions from the media. I'll ask you if you have a question, please, just to raise your hands, and we'll have. Sorry, if you'll. Հարգելի քաղաքացիներ, ես հայտարարություն ունեմ։
She's a free citizen! You're in our country! Behave yourself! Թողեք դա խոսի! This is a free country! You can't do that! Նախորդ նախագահական ընտրությունների համեմատ եղել է 1 քայլ առաջ, 3 քայլ հետ, 2 քայլ աջ, 5 քայլ ձախ, այն էլ չեն համապատասխանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ընտրական օրենսգրքի պահանջների, ինչպես նաև միջազգային չափանիշների, խորհրդարանական ընդդիմության առաջարկված ընտրական օրենսգրքի բարեփոխումների իշխող մեծամասնության կողմից մերժված լինելու ֆոնին, թեև քարոզարշավի արտահայտությամբ պահպանվել են կարևոր ժողովրդավարական ազատությունները, այդ թվում ազատությունների իրավունքը, իրականում քարոզարշավն աչքի է ընկել մրցակցության անհավասարության փոքրուտ իշխանական տեխնազուի, մասնավորապես վերջինս օգտին են ծառայեցրել վարչական ռեսուրսներ ծնծակները, արտահայտվել է պետական աշխատողների վրա ճնշումների գործադրմամբ։ Այն մարդիկ, ովքեր դուրս են գալիս փողոց ու ինչ-որ հանրային գործողություն են իրականացնում, ես չեմ կարծում, որ իրենք առաքյալներ են կամ ինչ-որ հատուկ մարդիկ են, ովքեր պիտի այդ գործը անեն։ Նույնիսկ երբեմն իրենք են իրենց մասին տենց մտածում, բայց պիտի դադարեն էլի տենց մտածեն, որտեղ իրականում իրենք իրենց համար են դա անում։ Ես վստահ եմ։ Ես ինքս ինձ համար եմ դա անում։ Բավական է լեգիտիմացնել կերտված ընտրությունները։ Դուք ինքներդ եք ոտնահարում ձեր իսկ գործի վրա ժողովրդավարական արժեքները։ Ես իմ գործի մեջ շատ եմ կիրառում այն գիտելիքը, այն հմտությունները, որոնք ձեռք են բերել աշխատանքից դուրս։ Տարբեր քաղաքացիական գործունեության ժամանակ, նույնիսկ արշավներ գնալու, ինչ-որ տարբեր միջոցառումներին մասնակցելու ժամանակ ինչ-որ բան սովորում ես, չէ՞, ինչ-որ բան տեսնում ես, ինչ-որ բան մնում է, հետո դա անմիջապես բերում եմ գործի մեջ։ Վճարում ենք 100 դրամ։ Օրինակ գյուղական համայնքում մի միջոցառում էինք անում ու պետք էր մարդկանց տեղեկացնել, եթե ես թռուցիկ բաժանելու մեթոդի մասին ինչ-որ պատկերացումներ չունենայի, ես գուցե դա չկիրառեի, բայց սենց մի քանի մարդկանց հետ պայմանավորվեցի, թռուցիկ բաժանեցին։ Ես նույնիսկ գիտեմ թռուցիկ բաժանելու հետ կապված շատ հետաքրքիր ձևեր։ Քանի որ շատ առիթ եմ ունեցել դրսում թռուցիկ բաժանել, գիտեմ, որ մարդկանց դժվար է վերցնել այդ թուղթը, որովհետև ամեն դեպքում հաղորդակցման ձև է, չէ՞, որ դու անծանոթ մարդուն ինչ-որ բան ես ուզում հաղորդել, բան ես փոխանցում, եւ այն մարդուն, ով շատ քիչ է շփվում, շատ քիչ կապեր ունի, նկատի ունեմ հանրային կապեր, իրեն դժվար է թռուցիկը վերցնել։ Շատ դեպքերում սենց կասկածանքով են նայում այդ թղթին, դժվար է անծանոթ մարդուց թռուցիկ վերցնել, կամ գուցե պատճառը այն է, որ գիտեն, որ եթե թռուցիկ ես տալիս, ուրեմն ինչ-որ մի տհաճ բան ես ուզում հայտնել, ասենք ինչ-որ մի, չգիտեմ, անօրինականություն է տեղի ունեցել, ինչ-որ մարդու իրավունք է խախտվել, եւ դու դուրս ես եկել փողոց, ուզում ես ուրիշներին տեղեկացնել դրա մասին, այդ մարդն էլ գործից հոգնած, ասենք գնում է, դու էլ գնում իրեն թռուցիկ ես տալիս, ուզում ես ինչ-որ տհաճ բան պատմել իրան, ինքն էլ ասում է ավելի լավ է չիմանամ, շատ է եղել, որ տվել եմ թռուցիկը, ասել եմ ես կսպասեմ, եթե կուզես կարդա հետ տուր, որ ուրիշին տամ, էլի ափսոս ա թուղթը քեզ չմնա, այդտենց համոզվել եմ, որ կարդացել է գանել։
Այն բովանդակությունը, որ մեր թռուցիկների վրա ենք մենք բաժանում, միտված է մարդկանց համախմբել, մարդկանց գաղափարները, մտահոգությունները, ակնկալիքները ընդհանրացնել, դրանով կոլեկտիվ պահանջ ձևակերպել հանրության մեջ, իսկ գովազդային բնույթի ինֆորմացիան ընդհակառակը միտված է տարանջատել մարդկանց, նրանց տարբերակել, ամեն մեկին դարձնել բացառիկ, յուրահատուկ, տարբերվող մյուսից։ Դրանով մարդկանց մոտ ավելի շատ զարգանում է սպառողականությունը, նրանք ուզում են արդեն տարբերվել իրարից, նրանք ուզում են խուսափել այն ընդհանուր ճակատագրից, որը սպառնում է բոլորին, բայց իրանք կարող են ոնց որ դուրս պրծնել էլի դրանից, լինել ուրիշը, բացառիկը, տարբերը։ Իսկ մեր հաղորդած ինֆորմացիան ընդհակառակը միտված է ավելի նմանեցնել մարդկանց իրար, ոչ թե մարդկանց իրար նմանեցնել, այլ նրանց սոցիալական պահանջները, համընդհանուր բարեկեցության վերաբերյալ պահանջները նույնացնել։ Իհարկե այդ մետրոյում ժետոն վաճառող կնոջ մասին չեմ խոսում, ինքը շատ հստակ տարանջատում է այդ գործը իր կյանքից, բայց ես վստահ եմ, որ ես ու դու ու մեր պես մարդիկ դժվարությամբ են տարանջատում իրենց գործը կյանքից, արդեն դժվար է հասկանալ, երբ ես աշխատանքի, երբ ես աշխատանքից դուրս, հիմա հետս աշխատանքից ես խոսում, աշխատանքի մեջ ես, թե աշխատանքի մեջ չես, եւ այդ մարդիկ իրենց աշխատանք են բերում այն ամբողջ պաշարը, որ կուտակել են տարբեր գործունեության արդյունքում։ Եվ ինչ-որ պահից սկսած արդեն սկսում ես չհասկանալ, դու աշխատում ես, թե դու աշխատանքից դուրս ես։ Եվ որպեսզի ինքդ քեզ ապացուցես, որ դու բացի աշխատանքի մեջ եղած պարտականությունները կատարելուց ընդունակ ես այլ բանի, սկսում ես զուգահեռ զբաղվել այլ գործունեությամբ։ Որոշ մարդիկ սպորտով են զբաղվում, որոշ մարդիկ ինչ-որ, չգիտեմ, գրքեր են գրում, ոմանք քաղաքացիական նախաձեռնությունների մեջ են ներգրավում, ոնց որ մարդիկ ուզեն իրենց հոգին փրկել տոտալ շահագործումից, աշխատանքի շրջանակում։ Գինդում վերջերս մի հատ հայտարարություն տեսա, ինչ-որ մեկը պատրաստ է զորամաս տուլիկ տանել, ասենք կիլոգրամը կարծեմ 300 դրամով պատրաստ է այդ բանը, զինվորի համար փաթեթը տանել հասցնել։ Չգիտեմ ոնց է եղել, որ այդ մարդու մտքով տենց բան է անցել, բայց հավես է, չէ, որ ինքը տենց մտածել է, որ տենց կարա փող աշխատի։ Ու իհարկե վստահ եմ, որ շատ պատասխանատվությամբ է վերաբերվում այդ գործին, որովհետև վստահության հարց կա այդտեղ, էլի մարդիկ տարբեր բաներ են ուղարկում եւ ուզում են վստահ լինել, որ կհասնի տեղ եւ ինքը որ աշխատանքի շարունակականություն ապահովի, պիտի որ շատ պարտաճանաչ կատարի իր գործը ու երևի թե շատ մեծ տենց գիտելիք պետք չի դրա համար, ընդհանրապես ինչ-որ հմտություններ ու երևակայություն։ Մարդը գտել է եւ ինձ թվում է նույնիսկ երջանիկ է, էլի, որովհետեւ ոնց որ չեղած տեղից ինքը իր համար գործ է գտել ու դրա մեջ հաստատ երջանկության ինչ-որ տարեր կան։ Ազատ, անկախ, Հայաստան! Ազատ, անկախ, Հայաստան! Ազատ, անկախ, Հայաստան!
իհարկե հասկանում եմ, որ քիչ է իմ ազատությունը, պետք է ուրիշ մարդիկ էլ ազատ լինեն։ Ոնց որ իմ ազատության չափը միշտ պայմանավորված է ուրիշ մարդկանց ազատության չափով։ Եթե ես ինչ-որ չափով ազատ եմ, բայց մյուսները կաշկանդված են, ապա իմ ազատությունը հաստատ տուժում է։ Դրա համար եմ ես ուզում մարդկանց բերել այս դաշտ, իրանց ազատագրելու պես ինչ-որ բաներ, էլի չեմ ուզում ասեմ գաղափարներ ներշնչել, բայց որ իրենք էլ իրենց ազատ զգան։ Հիմա ուստեղ ուրիշ հարց էլ է առաջանում, օրինակ ինչու եմ ես ուզում, որ մարդիկ ազատ լինեն, չէ՞։ Էդ էլ է բռնության մի ձև։ Մարդը ուզում է անազատ լինել, թող ինքն էլ տենց ապրի։ Իր ընտրությունն է, բայց ես իրան պնդում եմ, որ ինքը անպայման լինի ազատ։ Դա էլ էգոիզմն է, էլի, որ մեր մեջ խոսում է։ Քանի պտույտ է անելու։ Այսօր սահմանադրության օրն է, դրա համար է սենց գիտես, չէ։ Հա։ Սահմանադրության ընդունման օրն է այսօր։ Օնա։ Լավ, արի ուրիշ բանից խոսենք, հա։ Առաջ եկեք։ Անցա։